Ծնող երեխա հարաբերությունների շուրջ է հոգեբանի հետ զրույցը։ Գավառում կազմակերպված աշխատարանի լսարանում մայրիկներ են երեխաների հետ իրենց ամենօրյա շփումներին վերաբերող հարցերով։ Հոգեբան Ռուզաննա Բադալյանը մասնավորապես անդրադառնում է ծնող երեխա հարաբերություններում մտերմություն հաստատելու կարևորությանն ու հմտություններին։ Համ ծնողների կողմից դա կարող որևէ դժվար լինի հասկանալ իրենց զավակներին, եւ զավակների կողմից էլ է լինում դժվար հասկանալ ծնողներին։ Դրա համար ես մտածում եմ, որ այդ նորմալ է, երբ որ կա այդ process-ը եւ այդ process-ի մեջ են երեխաները մեծանում։ Դրա համար իմ կողմից տենց իմ միտքը եղել է ոչ ինչ-որ բան սովորացնեմ կամ քննարկեմ կամ ասեմ սա լավ է կամ սա վատ է, այլ միասին զրուցենք եւ հասկանանք ինչն են խնդիրները կամ կարող է խնդիր չեն ուղղակի ինչ-որ բան այդ հարաբերությունների մասին զրուցենք։ Հոգեբանը խոսում է նաև երեխայի լավագույն շահն ապահովելու ճանապարհին ծնողների տագնապների, վախերի ու մշտական վերահսկողության դրսևորումների մասին։ Մասնագետը դրանք օրինաչափ է համարում, սակայն դրանցից չպետք է տուժեն հարաբերություններն ու մտերմությունը։ Տագնապը այսօրվա օրին շատ մեծ հարց է բոլորիս համար, ոչ միայն ծնող երեխայի հարաբերությունների համար, բայց ընդհանուր ինքս այդ զգում եմ դրա համար այդ նորմալ է, որ դա կա։ Ոնց ստեղծել այդ մտերմությունը եւ ոնց ստեղծել այդ հարաբերությունները ծնող երեխայի եւ ոնց հասկանալ ինքդ քեզ եւ քո երեխային, երևի դա էր ամենատենց շատ քննարկումը։ Թեման արդիական է, լսարանը ակտիվ։ Մայրիկները բարձրաձայնում են իրենց հուզող խնդիրները, ներկայացնում երեխաների հետ հարաբերություններ կառուցելու սեփական փորձառությունները։ Քննարկումը հաջողվում է դառնալով արդյունավետ երկխոսություն։ Ես սպասում էի, որ ակտիվ կլինի լսարանը, բայց չէի սպասում, որ այսքան ակտիվ կլինի եւ շատ հաճելի իմ համար շատ հաճելի զրուցանք էր դա, շատ ակտիվ հարցեր էին տալիս, իրենց մասին էին պատմում եւ ես շատ ուրախ եմ ու շատ հաճելի կլինի էլի վերադառնամ եւ շարունակեմ։ Գավառում մասնագիտական առաջին հանդիպում քննարկման հաջողությունը հոգեբանին երկրորդ անգամ այցելելու միտք է տալիս։ Նույնիսկ նախանշվում է հաջորդ թեման՝ միջանձնային եւ միջսեռային հարաբերություններ։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։